Բարև ձեզ հարգելի դիտողներ, VSM-ի տաղավարում ենք, այսօր զրուցելու ենք Պաշտպան Հայրենյանց ծրագրի փոփոխությունների մասին, որն առաջարկում է Պաշտպանության նախարարությունը, իմ հյուրն է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Աբրահամյան, ինչ փոփոխություններ է նախատեսում նոր նախագիծը եւ ինչու համաձայն չէիք։ Պաշտպան Հայրենյանց ծրագիրը դա 2017 թվականին ընդունված եմ ծրագրի փոփոխված տարբերակն է։ Եթե շատ կարճ ներկայացնենք, թե ինչ է դա իրենց ներկայացնում, դա իրականում ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս ընտրելու 5 տարվա պայմանագիր, պայմանագրայինի, այսպես ասած, կյանքով, կենցաղով ապրելու եւ ծառայելու, այսինքն աշխատավարձ ստանալու, որոշակի ռեժիմով նաեւ տուն գնալու եւ այլն, 5 տարի հետո ստանալու նաեւ 5 միլիոն պարգևավճար։ Երբ որ այս ինստիտուտը որոշակի փոփոխության ենթարկվեց, խորհրդանում մի քանի տարի առաջ մենք այս նախագծին կողմ ենք քվեարկել, որովհետև սա ըստ էության խրախուսում էր պայմանագրային ծառայությունը այդ դրսևորմամբ։ Հիմա ինչ է կատարվում, հիմա Պաշտպանության նախարարությունը առաջարկում է, որպեսզի այս պայմանագրի ավարտից հետո, եթե զինծառայողը 5 տարով եւս ավելացնում է պայմանագիրը, 5 տարի հետո եւս կստանա պատվովճար։ 2 տարի ավելացնելու պարագայում կստանա 1.5 միլիոն պատվովճար։ Արտակուց թվում է, որ նորմալ է, խրախուսական համակարգը աշխատում է կամ շարունակում է այս դեպքում։ Բայց հաշվի չառնում մեկ այլ հանգամանք։ Մենք ունենք 10,000-ից ավելի պայմանագրայիններ, ոչ թե Պաշտպան Հայրենյանց ծրագրով, այլ սովորական, այսպես ասած, դասական ձևով, երբ որ մարդիկ պարտադիր ժամկետային ծառայությունից հետո դիմել են զինկոմիսարիատներին, ընդգրկվել են պայմանագրային ծառայության 3 տարով պայմանագիր են կնքվել, շատ-շատերը դա արդեն 3, 4, 5 կամ 6 անգամ նույնիսկ երկարաձգել են եւ այլն, սակայն պայմանագրային ծառայության այս տեսակի համար որևէ պատվովճար նախատեսված չէ։ Պատկերացրեք իրավիճակ, երբ որ միևնույն մարտական դիրքում ծառայություն են կրում Պաշտպան Հայրենյանց ծրագրով պայմանագրային ծառայող դարձած մարդը եւ սովորական ռեժիմով պարտադիր ժամկետային ծառայությունից 2 տարի ծառայելուց հետո պայմանագրի ստորագրած մարդը, որ դարձել է պայմանագրային։ Հիմա նրանք զորամասում, զորամասից դուրս, մարտական դիրքերում, մարտական խնդրի ցանկացած խնդրի կատարման ժամանակ ունեն միևնույն կարգավիճակը, միևնույն խնդիրներն են լուծում, երկուսն էլ պայմանագրային են, սակայն մեկի դեպքում 5 տարի պայմանագիր երկարացնելու պարագայում կա եւս 5 միլիոն պատվովճար, այսինքն լրացուցիչ հավելավճար, իսկ մյուսների դեպքում դա գոյություն չունի։ Բնականաբար այստեղ անարդար դաշտ է ստեղծվում, հավասարություն բնականաբար գոյություն չունի եւ ստացվում է, որ պայմանագրային ծառայության մի տեսակը նաեւ հակադրվում է մյուս տեսակին։ Ես դրա մասին պատահական չեմ բարձրաձայնում, որովհետեւ զինված ուժերում բազմաթիվ պայմանագրայիններ կան, որոնց ընտանիքի անդամները նրանք տարբեր հարցերի շուրջ մշտապես կապի են եւ շատերս անարդար որոշում են համարում։ Երբ որ նոր էր այս վերափոխումը դրվում մի քանի տարի առաջ, մենք կողմ ենք քվեարկել այս նախագծին, բայց հիմա երբ որ այդ անարդարության մոտեցումը շատ ավելի օբյեկտիվ դաշտում է, այսինքն շարունակականություն է ապահովում, որևէ քայլ չանելով պայմանագրային ծառայության այլ տեսակների մասով, բնականաբար այս իրավիճակը չի կարող գոհացուցիչ լինել, եւ դրանով էր պայմանավորված եւ իմ հակափաստարկները եւ նաեւ ելույթս տվյալ նախագծի քննարկման ժամանակ։ Պարոն Աբրահամյան, նաեւ առաջարկվում էր ուսումնական ծրագրի քննությունները համարել որպես ատեստավորման քննություններ։ Սա ողջունելի է։ Ռազմաուսումնական հաստատություններ ավարտածների քննությունները որպես ատեստավորում ավտոմատ համարելու առաջարկը 24 թվականին արել եմ ես Պաշտպանության նախարարությանը, սակայն դեռ այն ժամանակ շատ խուճուր ձևակերպումներով նպատակահարմար չի համարվել այդ մոտեցումը, թեև շատ տրամաբանական էր, այնպես որ երբ որ ռազմաուսումնական հաստատությունների քննությունների արդյունքները ավտոմատ համարվելու է ատեստավորման, դա եղել է իմ գաղափարը եւ բնականաբար դրա հետ կապված ես որևէ խնդիր չունեմ։ Այլ հարց է այստեղ առաջանում մեկ այլ թեմայի հետ կապված։ Տեսեք, սա վերաբերում է մարդկանց, ովքեր կուրսանտ են 4 տարի սովորում են, ստանում են առաջին սպայական պաշտոնը եւ նաեւ կոչումը լեյտենանտի, դասակի հրամանատարի պաշտոնում եւ այլն։
Բայց տեսեք, բազմաթիվ զինծառայողներ արդեն տարբեր կարգավիճակներ ունեցող, տարբեր զինվորական կոչում ունեցող Հայաստանում եւ Հայաստանից դուրս գնում են ակադեմիաներ են սովորում, որը որակական հնարավորություն է տալիս նրանց բարձր պաշտոններում նշանակվելու, ընդհանուր միջև գեներալական պաշտոնները։ Հիմա այս մարդիկ գնում են ակադեմիա, 2 տարի սովորում են, քննություններ են հանձնում Հայաստանի դեպքում էլ կա, արտերկրում է կա, ու գալիս են Հայաստան։ Հիմա ես առաջարկում եմ նաև այս մարդկանց համար ատեստավորումը համարել ավտոմատ կերպով, որովհետև այդ մարդիկ եթե գնացել են ակադեմիաներ են ավարտել, եկել են, վաղը նշանակվել են հրամանատարի տեղակալ, հրամանտար կամ գեներալական պաշտոնի նայած տեղով ինչ ուղղությամբ ակադեմիա գնացել, տրամաբանական չէ, որ այդ մարդիկ էլ պետք է լինեին ավտոմատ ատեստավորված, եթե ավարտել են այդ բարձրագույն ակադեմիաները։ Պաշտպանության նախարարությունը, քանի որ ինքը ընտրովի ըստ խմբերի վրա է աշխատում, բնականաբար այդ տրամաբանական կապը, նաև այդ հավասարության հետ կապված հարցերը առաջին պլան չի բերում։ Այդ բանին միգուցե նաև ընտրական առանձնահատկությունից ելնելով պետք է եղե կոնկրետ խմբի վրա աշխատել եւ այդ խմբի վրա աշխատում են, բայց չեն հասկանում, որ միտեղ միգուցե խնդիր են լուծում, բայց մի քանի այլ տեղեր ստեղծում են շատ ավելի մեծ խնդիրներ։ Երկրորդ հանգամանքը նույն պաշտպան հայրենաց ծրագրով ծառայության անցնող մարդիկ ուսումնական փուլ են անցնում։ Պայմանական 4 ամիսն է դա, մոտավորապես 4 ամիսն է։ 4 ամիսից հետո քննություն են հանձնում, դա է ավտոմատ համարվում նաև ատեստավորում։ Ամբողջ զինված ուժերը զորքը 6 ամիսը մեկ ուսումնական փուլ է անցնում, այդ փուլից հետո հանձնում է քննություններ։ Հիմա նույն այս հարցն եմ ես որ առաջին պլան եմ բերում, ասում եմ, եթե դուք այդ 6 ամսվա գնահատականներով այդ մարդկանց եւս ավտոմատ ատեստավորված չեք համարում, ապա այստեղ տրամաբանությունը չէ խախտվում։ Ինչա՞ մի խմբի համար ուսումնական փուլի քննությունները համարում ավտոմատ ատեստավորված լինելու կարգավիճակ, իսկ մեկ այլ խմբի համար դա ավտոմատ ատեստավորում չի համարում։ Նախարարը պատասխանը տվեց պարոն Աբրամյան, ասաց, որ այնտեղ ուսումնական հաստատության այդ քննությունները գրեթե նույնն են, ինչ որ ատեստավորման քննություններն են։ Ողջամիտ պատասխան չի տրվել, ընդհանրապես մի տեղ փորձ է արվել շրջանցել եւ որոշակիորեն նաև խեղաթյուրել իրավիճակը։ Տեսեք, 4 քննություն են հանձնում ատեստավորման համար։ Շարային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, հրաձգություն եւ մասնագիտական պատրաստություն։ Հիմա եթե նույնիսկ կան որոշակի տարբերություններ կիսամյակային քննությունների կամ դրա չափորոշների մասով, դրանք շատ հեշտ, ես հավատացնում եմ, մեկ շաբաթվա ընթացքում կարելի է բերել մի հատ ընդհանուր հայտարարի, որի պայմաններում այդ կիսամյակային գնահատականները եւս կհամարվեն ատեստավորման կարգավիճակ։ Բայց բնականաբար իշխանությունը նման խնդիր իր առաջ չի դնում, դնում է կոնկրետ մի խնդիր, մեկ կոնկրետ խմբի համար, մնացած մասը փորձում է ծածկադմփոցանել, չհասկանալով, որ իր այս քայլը զորքերի մնացած հատվածներում տարբեր ծառայողների շրջանում շատ ավելի մեծ հակազդեցություն է առաջացնում, կան կոնկրետ այն խնդիրը, որոնք դրված է պաշտպան հայրենաց ծրագրի իրացման մասով։ Այնպես որ չկա որևէ բան այս տեսանկյունից, որ իրենք կարող են ասել եւ իրենց ասածը տրամաբանական կարող է թվալ։ Գուցե փուլային գործարկման են գնում, այսինքն փորձենք սա, տեսնենք ինչպես է աշխատում, նոր տարածենք ընդհանուրի վրա, որ կարծես թե բոլոր նախագծերում ընդունելի տարբերակ է։ Լավ, ավելի པարզ օրինակը բերեմ, իհարկե դա ընդունելի տարբերակ չի կարող լինել։ Պատկերացրեք խմբագրություն, որտեղ 2 լրագրող ունեն նույն փորձառությունը, նույն մասնագիտական հմտությունները, նույն խնդիրներն են լուծում, այսինքն վերլուծականներ են գրում, տարբեր միջոցառումների լուսաբանման մասնակցում եւ այլն։ Հիմա խմբագիրը իրենցից մեկին ասում է, գիտես, դու ավարտել ես այս բուհը, օրինակ։ Արի ես քեզ այզեւի հնարավորություն տալիս աշխատավարձից բացի ամեն տարեվերջի քեզ տալու եմ օրինակ 500,000 դրամ պատվովճար կասենք, աշխատավարձ կասենք, պրեմիա կասենք, կապ չունի։ Հիմա կարող է խմբագրությունում հավաքածվի մարդիկ, մյուս մարդիկ դա համարեն հավասար պայման, ասեն դե գիտեք, հիմա հնարավորություն կա մեկին 500,000 ավել տալու, այդ մեկին տալիս է։ Կարող է մի 2 տարի հետո կամ 10 տարի հետո էլ հնարավորություն ունի մյուսին տալու։ Դուք հավասար պայմաններում եք, նույն խնդիրներն եք լուծում, ունեք նույն մասնագիտական հնարավորություններն ու հմտությունները, ու այս իրավիճակում պարզ է, չէ՞, եթե խմբագրության կեսին տալիս են պատվովճար կամ պրեմիա, մյուս կեսին չեն տալիս այն պարագայում, երբ որ էականորեն նրանց մեջ որևէ տարբերություն կամ մեծ տարբերություն չկա, բնականաբար խմբագրության մյուս կեսում
առաջացնել է բազմաթիվ խնդիրներ, հարցեր, չեմ ասում անառողջ մթնոլորտ եւ այլն։ Եվ սա իդեպ պատական չեմ ասում, ես տեսական չեմ ասում, ես ասում եմ նաև բազմաթիվ զինծառայողների հետ նաև զրույցներից, ստեղծված տարբեր խոսակցություններից, քննարկումներից եւ կարծում եմ իմ ասածը շատ ավելի դրամաբանական է, քան Պաշտպանության նախարարությունը փորձում է իրավիճակը այս կամ այն կերպ շրջանառել։ Պարոն Աբրահամյան, նաև պաշտպանության ոլորտում այսքան բանակում վերահսիկ շփումները կան, ինչ խնդիրներ են, որոնք բերում են այդ ինքնասպանությունների ու սպանությունների մեծ թվին։ Ամբողջականի վրա չեմ ուզում տարածել իմ գնահատականը, որովհետև յուրաքանչյուր դեպք տարբեր է եւ դրանք բերել ամբողջացնելը միշտ խնդրահարույց է դառնում, բայց այստեղ ես մեկ այլ բան եմ ուզում այստեղ ասել։ Տեսեք, տարիների ընթացքում զորքերի բարոյական վիճակի հետ կապված առաջացող տարբեր խնդիրների չհարմարվելուց մինչև զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների, կոնֆլիկտների մասով կարևոր ֆունկցիա է ունեցել զորամասերում գնդերեցը եւ այդ գնդերեսների հետ զրույցներում զինծառայողները եղել են շատ ավելի անկաշկանդ, իմանալով որ խոսում են հոգեորականի հետ, խոսակցությունը, որը պետք չէ շատ ավելին բարձրանալ եւ այլն չի բարձրանալու, որտեղ խոսքը հոգեորականի մասին է։ Հոգեորականն էլ որպես կանոն ունենալով լավ կրթություն, ինտելեկտուալ բավականին բարձր հնարավորություններ, կարողացել են մեծ թվով խնդիրների մասով լուծումներ ստանալ խորհուրդներով, քայլերով, որոշակի որոշումներով եւ այլն։ Հիմա տեսեք, ունենք մի իրավիճակ, ինչը դուք ձեր հարցադրման մեջ ներկայացնում եք, եւ ունենք իրավիճակ, որ փետրվարի 1-ին այս ծառայության հետ կապված փոփոխությունից հետո բավականին լուրջ հարված է հասցվում գնդերեսների ինստիտուտին եւ այն ցուցանիշները, որոնք ներկայացվել է, պարզ է դարձնում, որ փետրվարի 1-ից գնդերեսների 80-90%-ը կրճատվելու են։ Այսինքն մի կողմից պետությունը փորձում է ցույց տա, համեն դեպս որոշ պաշտոնատար անձինք, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերը վիրավորումների կամ մահվան ելքով նվազեն, բայց մյուս կողմից անում են քայլեր, որոնք ճիշտ հակառակ արդյունքի կարող են կամ հետևանքների կարող են բերել։ Մի հանգամանք եւս, երբ որ իշխանությունը համեմատում է օրինակ 22 թվականի իրավիճակը, օրինակ 25 թվական, դրանք անհամատելի իրավիճակներ են, որովհետև երբ որ իրավիճակը լարված է, չեմ ասում որ ռազմական գործողություններ են ինչ-որ մասշտաբի գնում, բնականաբար լարվածությունը շատ ավելի մեծ է լինում եւ մարդկանց միջև կոնֆլիկտների հավանականությունը կամ վտանգավոր ելքով հավանականությունը շատ ավելի մեծանում է։ Այստեղ ավելի կարևոր է հասկանալ, թե այդ խնդիրները, որոնք առաջանում են եւ տանում են միջանձնային հարաբերությունների վտանգավոր աստիճանի դարձնելուն կամ ինքնասպանությունների դեպքերին, սրանք ինչ պատճառ ունեն, այսինքն սրա հիմնական պատճառը հետևանքային կապը որտեղ է, դա կապված է իր ընտանիքում, այսինքն քաղաքացիական կյանքում տեղի ունեցող ինչ-որ իրավիճակին, թե կապված է կոնկրետ ծառայության հետ կապված տարբեր պայմաններին, օրինակ ճնշումներ, բռնության դեպքեր, անկարգապահություն, սպաների բացակայություն կամ սպաների ոչ համաչափ գործողություններ։ Այսինքն յուրաքանչյուր դեպքի համար կա իր առանձնահատկությունը, բայց այլ է խնդիրը, որ իշխանության քայլերը ըստ էության ցույց են տալիս, որ իրենք խոսում են մի բան, բայց անում են լրիվ հակառակը, ինչը շատ դեպքերում հանգեցնում է վտանգավոր կամ ողբերգական իրավիճակների։ Պարոն Աբրահամյան, նաև պետք է խնդրեմ անդրադառնալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Բաքվի դատավարություններին, այսպես ասած, եւ այդ դատավարությունները հատկապես զինվորականների մասով, ինչ ազդեցություն կունենան բանակում հենց զինվորների վրա, երբ պետությունը չի գնում գերիներին պաշտպանելու այդ ճանապարհով ռազմագերիների մասին, եւ բնականաբար գնահատական այն դատավարության ընթացքին, որ պիտի իշխանությունը տար։ Այն վերաբերմունքը, որը արտահայտվել է իշխանության կողմից 44-օրյա պատերազմին, դրան հաջորդած ժամանակահատվածներում 21-ին, 22-ին, 23-ին, այդ թվում նաև Արցախի ամբողջական օկուպացիայի, Արցախում ապրող մարդկանց բռնագաղթի հետևանքների եւ նաև դրա հետևանքով գերեվարված անձանց մասով, բնականաբար ուղիղ ազդեցություն ունի զորքերի բարոյական վիճակի վրա։ Երբ որ մարդը տեսնում է, որ մի իրավիճակում ինքը կարող է լինել անպաշտպան, որտեղ տեսնում է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում զինծառայողի կամ հրամանատարի
իրավունքները վերականգնելու, իսկ գերության պայմաններում հայրենադարձնելու ուղղությամբ բնականաբար յուրաքանչյուր եթե նույնիսկ չի էլ արտահայտում, ապա դա մշտապես իր մտքում է, որ այսպիսի կամ այնպիսի իրավիճակներում ինքը մտածել է, որ մեկ է իր թիկունքին պետություն գոյություն չունի։ Այն վարքագիծը, որը օգտագործել է կամ դրսևորել է հայաստանյան իշխանությունը, իր տեքստերում, իր երկչորդ հայտարարություններում, իր այն քայլերում, որոնք ավելի շատ ադրբեջանահաճո են եղել, բնականաբար դրանք եթե նույնիսկ երևացող մակարդակում չեն էլ նկատի եղել կամ բարձրաձայնում չի էլ եղել, դա չի նշանակում, որ դրան զորքերում կամ առհասարակ հասարակության շրջանում նորմալ են վերաբերում։ Ավելին ասեմ, թեև իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե բանակի նկատմամբ գրավչությունը բարձրացնելը բերել է ակտիվության, մարդկանց զինվորական ծառայության ընդգրկվելու առումով, սա ասեմ, որ եթե նույնիսկ 1 կամ 2 ծրագրով որոշակի դրական դինամիկա եղել է, ընդհանուր առմամբ սա շատ ավելի վատ ազդեցություն է թողել, քան կարելի է պատկերացնել։ Սա նաև պայմանավորված է եղել նրանով, որ բանակի նկատմամբ իշխանության եւ հատկապես դրա գլխին կանգնած անձի կողմից արված հայտարարությունները, շատ դեպքերում թիրախավորումները շատ ավելի վիրավորանքի դաշտ են ստեղծել զինծառայողների համար, հասարակության մեջ զինծառայողի դերի թերագնահատման համար եւ բնականաբար դա նաեւ շատերին հետ է պահել մի մասին պայմանագրերը երկարացնելու, մի մասին առհասարակ զինվորական մասնագիտություն ընտրելու եւ այլն։ Այսինքն իշխանությունը եթե նույնիսկ ինչ-որտեղ ցույց է տալիս, որ նայեք, այս մի քայլում մեկ քայլ մենք առաջ ենք անում, ապա երևացող եւ չերևացող մակարդակում 2-3 քայլեր հետ են անում։ Դրա համար շատերը, որոնք տեղյակ չեն զինված ուժերի շատ շարժից, ասում են, բայց գիտես, sense մի հատ լավ բան է եղել, ասում ես, բա sense լավ բան է եղել, բայց երբ որ դու ընդհանուր դնում ես, քշռում ես 1, 2, 3, 4, 5 վտանգավոր process-ները, տեսնում ես, որ լավ այստեղ որևէ գոյություն չունի։ Եվ այն խնդիրները, որոնք կային, հիմա դրանց մխրճվածությունը շատ ավելի է մեծացել։ Մարտունակությունը բարձրացնելու համար նույնիսկ ասում են, որ անսահման շատ են փոփոխությունները բանակի վրա գումար երբեք չի խնայվել, հիմա էլ գումարի խնդիր չկա, նույնիսկ զինվորները բարձրաձայնում են պաշտոնյաները, որոնք նախկին զինվոր են եղել, շատ ավելի վատ են սնվել, ավելի վատ են հագնվել, հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է։ Այս դեպքում բացասականը որտեղ է։ Կատարյալ հիմարություն է պայմանական 25 թվականի դեկտեմբերի հնարավորությունները, պայմանները եւ ընթացիկ դինամիկան համեմատել օրինակ 15 տարի առաջվա կամ 20 տարի առաջվա իրադրությանը։ 20 տարի առաջ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում զինված ուժերը ունեին այլ տրամաբանություն, այլ մարտավարություններ, այդ ժամանակվա կարիքներն ու պահանջարկը զինտեխնիկայի սպառազինության առումով լրիվ այլ էր, հասկանում եք։ Հիմա 20 տարի հետո որ պայմանները հետ համատում են, դրանք կամ անում են այն մարդիկ, որոնք դիլետանտներ են, կամ այն մարդիկ, որոնք փորձում են պարզապես շահարկել թեման։ Սա մեկը։ Երկրորդը, այսօր էլ խորհրդանում մեկը հնչեցնում էր, ասում եմ, գիտեք, ասում եմ, մենք հիմա զինտեխնիկա ենք գնել, ասում եմ, առաջ չունենք, հիմա գնել ենք։ Լավ, որ դուք առաջ չունեք, Ադրբեջանը 44-օրյա պատերազմ էին, 22 թվականի այդ մարտական գործողությունների ժամանակ, այդ ինչ էր այդքան խոցում։ Այսինքն հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ, ռազմական ենթակառուցվածքներ, 44-օրյա պատերազմին դեռ չեմ խոսում, ավիացիայի մասին այդ խոցումները, ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների եւ այլն։ Հիմա բայ եթե ոչ մի բան չի եղել, բայց ո՞նց է կռիվ գնաց այդքան։ Կարար Հայաստանը չունենար գոնե միջին կարգի զինտեխնիկա սպառազինություն հնարավորություններ կարողանար Էձևի լայնամասշտաբ ռազմական գործողությունում 44 օր մարտ վարել։ Գիտեք, միշտ չի որ եթե դու ուզում ես քո արածը ներկայացնել, պետք է մխտրես, ավիրես կամ խեղաթյուրես այն իրավիճակը, ինչ եղել է քեզանից առաջ։ Իհարկե հասկանալի է այս իշխանության մոտեցումը, իրանք եկել են ողբերգություն են բերել մեր ժողովրդին, Արցախն են հանձնել, Հայաստանի Հանրապետության մեծ թվով հատվածներ այս պահին ադրբեջանցիների կողմից օկուպացված են, բանակցային գործընթացում ադրբեջանական օրակարգ եւ այլն։ Հիմա սրանք այս իրավիճակում փորձում են ինչ-որ տեղեր գտնել, խուսանավելու պատասխանատվությունը
այս կողմ կամ այն կողմ հրելու համար եւ դրա համար էլ նաեւ այսպիսի խոսակցություններ ստեղծում։ Զինտեխնիկան արդիականացել է, մարդիկ խոսում են տարական հագուստ չունենալու, հագուստ ունենալու հնարավորությունից զրկված լինելու մասին, ազգային ժողովի նախագահի, մյուս падգամավորի մասին է խոսքը։ Ազգային ժողովի նախագահի Վահագն Ալեքսանյանի երբ որ ազգային ժողովի նախագահը վարտիք չունեին, ասում էին։ Ազգային ժողովի նախագահը երբ որ եղել է պարտադիր ժամկետային ծառայող, այդ ժամանակ թիկունքային գծով տեղակալը պաշտպանության նախարարն եղել է իր խմբակցության падգամավոր Գուրգեն Մելքոնյանն է։ Եթե Ալեն Սիմոնը որևէ խնդիր ունի թիկունքի կամ կենցաղի ապահովման մասով, պատասխանատու նստած է իրանց շարքերում եւ կարող են շատ հանգիստ կանչել, հարց մղել, եթե դա իրանց չի բավարարում, կարող են քրեական գործեր հարուցեն եւ այլն։ Այսինքն ինչպես է պատահում, որ այնտեղ այդ նույն պաշտոնյան, որը եղել է դրա պատասխանատուն, հիմա ԿՊ-ի ֆրակցիայի անդամ է, ինքը պատասխանատվություն չունի, բայց մնացած բոլորը պատասխանատվություն ունեն։ Ես հեռու եմ այն մտքից, որ մենք սրանից 30 տարի առաջ, 25 տարի առաջ կամ 20 տարի առաջ ունեցել ենք իդեալական վիճակ, չենք ունեցել խնդիր։ Հազար ու մի խնդիրներ ա եղել, թիկունքում էլ ա եղել, միջանձնային հարաբերություններում էլ ա եղել եւ այլն։ Բայց արեք չպրիմիտիվացնենք խնդիրը, վերցնենք մի հատ ինչ-որ կտոր, ասենք, նայ, էսի 25 տարի առաջ սենց ա եղել, 25 տարի հետո սենց ա եղել։ Բանակի դինամիկա է փոխվել։ Նույնը որ վերցնես քաղաքները, ասես գիտես 25 տարի առաջ էլեկտրական ավտոներ չկար, հիմա էլեկտրական ավտո է։ Իշխանությունը ասի տեսեք իմ ժամանակահատվածում նախկինում միայն բենզինի կամ գազային մեքենաներ են եղել, հիմա էլեկտրական մեքենաներ կան։ Աշխարհը անդադ շարժվում է, անդադ հնարավորությունները մեծանում են։ Կամ եկել կարևոր հանգամանք։ Քո դիմացը կանգնած պետության ագրեսիան, սպառազինությունը, հնարավորություններն են նաև քեզ որոշակի առումով ստիպում գնալ որոշակի տեղաշարժերին։ Եթե դու կարող ես 20 տարի առաջ քո ունեցած զինտեխնիկայով կամ քո ունեցած մարտական պատրաստության վիճակով հակազդել, խնդիր առաջացնել իրենց համար, ցախողել իրենց օպերացիաները, հնարավոր գործողությունների ժամանակ հաջողություն կամ հաղթանակ ապահովել, բնականաբար տարիների ընթացքում Ադրբեջանը գնում է իր մարտավարական քայլերին։ Ռազմավարությունը միգուցե չի փոխում, բայց մարտավարությունը փոխում է։ Դու դրան համարժեք դու պետք է գործես, հասկանաս դու ոնց ես գնում հասնես քո իրական նպատակներին։ Այդ ընթացքում քեզ ինչ է անհրաժեշտ ներսում, դրսում, նկատի ունեմ միջազգային գործընկերների սատարման պարագայում, եւ դու ունենում ես այն մարտունակության աստիճանը, որը քեզ տարբեր կոմպոնենտների արկայությունը թույլ է տալիս։ Դրա համար համեմատություններ կան, որոնք, գիտեք, համեմատական մեթոդոլոգիայի առումով ուղղակի այդ համեմատելի չեն։ Բավական, այդ դեպքում ինչու եք մեղադրում իշխանության եւ սպառազինության քանակը նվազեցնում էր, սպառազինության հատկացվող գումարները նվազեցնում էր, գուցե հիմա իրենք արդեն կարողանում են ունենալ այդ մարտունակ բանակը այս պահին։ Անեք, այդ որ իրենք ասում են մենք խնդիր չունենք զինտեխնիկա առնելու։ Այդ որ պետական պարկը 6 միլիարդից 14.5 միլիարդ է հասել, էտա որ իրանք ասում են հնարավորություն չունենք։ Այդ նույնն է, որ մարդ բացի փող չունենա, գնա մի տեղից վարկ սպառողական վարկ բանի, գա իր շրջապատում գլուխ գովա, ասի գիտեք, ես ոչ մի խնդիր չունեմ, հեսա ջեբս 5 միլիոն փող կա, որը ինքը գնացել է սպառողական վարկով վերցրել է։ Մարդիկ են խոսում բանակի մասին, որոնք տարական գիտելիքներ զինված ուժերի մասին չունեն։ Երկրորդը դուք չեք հանդիպի մի այնպիսի ելույթի կամ գրառման, որտեղ ես որպես պատգամավոր, որպես անվտանգությամբ զբաղվող մարդու կասեմ, որ այս տեխնիկան շատ են առել կամ չգիտեմ, ես ինչ են առել եւ այլն։ Այսինքն համատություն կարա լինի համարժեք, կրճատելու համար մեղադրում եք, չէ՞, ասում եք սպառազինության։ Բայց դրանից իրավիճակը փոխվել։ Ինչի է տեխնիկան, որ առել են 26 թվականի ռազմական բյուջեով են առել։ 26 թվականի ռազմական բյուջեն է 25 թվականի ռազմական բյուջեի համեմատ 15-16%-ով կրճատվել։ Իսկ այն ինչ որ ցուցադրվում է ըստ իրենց 22-25 թվականների ժամանակահատվածում գնված տեխնիկա, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Եվ երկրորդը, այսօր որ ասում ենք լավ, կանգնած է ֆիզիկական առումով միավոր է կանգնած, հրետանի է, հրթիռային համակարգը եւ այլն։ Հիմա մենք գիտենք դրա թիվը ինչքան է։ Ես խնդիրը ինչ է, որ մենք փորձում ենք ամեն ինչի մեջ մի հատ ինչ-որ վատ գույն գտնել, բերել, գցել առաջին պլան։ Ինձ ավելի շատ ստեղ զայրացնում է մոտեցումը, որը ներկայացում է։ Այն կառավարությունը, որը տարել է այդքան զինտեխնիկա, սպառազինություն, կեսը ոչնչացման հասել, կեսը որպես ավար Ադրբեջանը հանձնել։ Հիմա այնպեսի դեմքով է խոսում,
մեր հաշվին, մեր պետության հաշվին եւ նաեւ սերունդների հաշվին գնված ռազմական տեխնիկայի ինչ որ միավորների մասին կարծես թե մեր ժողովուրդը ինչ որ լավություն է մեկ արել։ Հիմա նույնն որ կառավարությունը կանգնի, ասի գիտեք, թոշակառուներին ամեն ամիս թոշակ ենք տալի, ինչի ոչ մեկ շնորհակալություն չի հայտնում։ Հիմա պետությունն է, չէ, իրանք են, չէ, կառավարություն ստանձնել է քաղաքացիների եւ պետության անվտանգության ապահովման ֆունկցիան։ Բայց դու պետք է գնա ՀԿ-ները գնան առնեն, լրատվամիջոցները գնան սպառազինություն գնան, թե ընդդիմադիր ուժերը լուծեն այս հարթը։ Եթե իրանք իրականում մաքուր լինեին այդ բոլոր թեմաներում եւ խնդիրը բացառապես մասնագիտական դաշտում լիներ, աղմուկ որևէ պայմաններում չէր լինի։ Բայց խնդիրը այն է, որ իշխանությունը մեր հարկատուների ու բոլորիս հաշվին արված որևէ գնում փորձում է մեզ բոլորին ներկայացնել որպես մեզ վրա վաճառվող որևէ երկրորդական ապրանք եւ դա էլ դարձնում է ինչ-որ քարոզչական բաների ռոլիկների առիթ։ Շա, նախկինում չէիք գնում, իրենք հիմա գնում են ու գնում են շատ ավելի շատ։ Ներեք, ես այդ նույն հարցին պատասխանեցի, թե 44-օրյա պատերազմը ինչով են կռվել մարդիկ։ 16 թվականի մարտական գործողությունը ինչով են կռվել։ Կա որևէ հրամանատար, որ կասի, որ մենք պարտվել ենք, որովհետև, չգիտեմ, հրետանային միջոցները 15 հատով, 20 հատով կամ 30 հատով պակաս են եղել։ Ու իրանց ասելով չի, որ քիչ է եղել կամ շատ է եղել։ Այսինքն, երբ որ ժամանակին 16 թվականին լուրեր էին տարածվում ու շատ ակտիվ մի քանի տարի քննարկվեց, որ հենց ապրիլյան պատերազմին բահերով էին կռվում զինվորները։ Գիտեք, լուրերով չէր տարածվել, դա եղել էր կոնկրետ մարդու մոտեցումը, որը հիմնական իրականության հետ որևէ առնչություն չուներ։ Այսինքն համեմատություններ ներկայացվել կոնկրետ անձի կողմից, ցույց տալու համար, թե մեր զինծառայողները ինչքան նվիրված են եւ հայրենիքի պաշտպանության ինչպես են մոտենում, ներկայացնելով ճակատային ուղղություններից մեկում տեղ ունեցած իրավիճակ, երբ որ մարտական գործողությունը տեղափոխվել էր կոնկրետ դիրքի տարածք, որտեղ արդեն ավտոմատ կիրառելու հնարավորություն չկար եւ մարդիկ բահերով կամ նույնիսկ այդ պահին ձեռքի տակ ընկած քարով էին խփում։ Այսինքն, գիտեք, դա լրիվ ուրիշ բան է։ Այսօր ուկրաինական ճակատում են նույն դրվագները կարա լինի։ Դա կարա լինի ցանկացած երկրի հետ, ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, երբ որ կա հարձակողական գործողություն, երբ որ որևէ զորք մտնում է հակառակորդի տարածք կամ մարտական դիրք, որտեղ ավտոմատները այլևս կարող են այդ կարճ տարածության մեջ չաշխատել եւ ինչ որ դրվագում նույնիսկ ձեռքի տակ ընկած ցանկացած բան կարող է դառնալ որպես զենքի տեսակ։ Կոնկրետ այդ դրվագը կոնկրետ անձի մասով տեղ ունեցել ցույց տալու համար, թե այդ մարդիկ ինչքան նվիրված են եղել, երբ որ մարտը ձեռնամարտի է հասել, նույնիսկ բահերով են կռիվ տվել։ Այդ բանը, որ 2016-ին եւ մինչեւ հիմա էլ միգուցե այդ թեման շահարկվում է, փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել, թե զենք չեղի մարդիկ բայրով են կռվել։ Եթե մարդիկ ընդդեմ մենակ բայրով կռվելու լինեին, այնտեղ մարտական գործողությունը կներ միակողմանի եւ 2016-ին Ադրբեջանը արդեն ամբողջական վերահսկողություն կունենար Արցախի նկատմամբ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վճիռները, որոնք Բաքվում են, ինչ ազդեցություն ունեն, ինչպիսի գնահատական կտակ եւ ինչ ունի անելու այստեղ իշխանությունը։ Ողջ այդ կեղծ դատավարությունը եղել է քաղաքական process-ի մի մաս եւ դրա լուծումը, այսինքն այդ մարդկանց հայրենադարձության հարցը բացարձակապես քաղաքական հարց է, այստեղ այլ որևէ քննարկելու հարց չկա։ Իշխանության վերաբերմունքը, որը նաեւ մեր հանրության համար եղել է դատապարտել, նրանում է, թե ինչպիսի վերաբերմունք է արտահայտել ուղղակի եւ անուղղակի ձևով այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարբեր իրավիճակներով հայտնվել են գերեվարության ժամանակ։ 2021 թվականին ընտրությունների ժամանակահատվածում, երբ որ Փաշինյանը գոռում էր, որ մեր գերիները կարող են մի քանի ամիս էլ մնալ, մենք այդտեղ ընտրություն ենք անում եւ այլն, որտեղ իր համար առաջնայինը իշխանություն ունենալն էր, այլ ոչ թե այդ մարդկանց հայրենադարձությունը, վերջացրած բոլոր այն քննարկումներով, որտեղ թեկուզ եւ դրանց մասին որևէ անդրադարձ եղել է, բայց դրանք առաջին պլանում երբեք չեն եղել։ Եվ դա ոչ միայն ասում են մարդիկ, ովքեր քաղաքական որևէ միավոր են ներկայացնում, այլ տեսնում են մարդիկ այն դինամիկայից, որը արտահայտվել է մեր տարբեր հայրենակիցների Հայաստան հետ վերադառնալու պայմաններում։ Պարոն Աբրահամյան, իշխանությունն ասում է, որ դա էլ է ռազմավարություն, մենք բոլոր տեղերում չենք խոսում, որ Բաքուն գերիների հարցը չշահարկի, բայց այդ հարցով ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք։ Ահա նաև ապացույցը, որ մեր 4 գերիներ արդեն Հայաստանում են։ Մեր հասարակության համար անկարելի կլինի, եթե մի որևէ ընդդիմադիր գործիչ որևէ բան չանի,
նույնիսկ չերևա որևէ ակտիվ միջոցառումների ժամանակ, երբ որ հարցն ասեմ, բա դու ընդդիմադիր գործիչ ես, չեմ ասում падգամավոր ես։ Բա ինչ է ձեւի пассивություն դրսևոր, մասը գիտեք, լիքը բաներ կա, այս անում են, դա չի երևում եւ այլն։ Հիմա այդ նույնը ինձ հիշեցնում է իշխանությանը, որովհետեւ երբ որ դա քո մոտ առաջնահերթ թեմա է, դա գոնե երևացող մասով որոշակի չեմ ասում ամբողջությամբ, մեջ գոնե նկատելի է լինում։ Միշտ կարելի է ինչ որ հանդիպան ժամանակ sense մի նախադասում ինչ որ բան ասել առաջ, հետո ելն ասել ես խոսացել եմ այդ մարդկանց հետ հանդիպումին, բայց այլ բան է, երբ որ դու ընդհանրապես ինչ որ անդրադարձ ես անում այդ թեմային, դեռ չեմ ասում փափուկ, թույլ, որոշակի երկչոտ ձևակերպում, լրիվ այլ բան է, եթե բանակցային գործընթացում շատ ավելի խոշոր թեմաներում, դա դառնում է քո բանակցության պունկտերից մեկը։ Սրա մասին է խոսքը, թե չէ հիմա ես չեմ ասում, որ իշխանությունը вообще ոչ միտեղ է դրա մասին չի խոսացել։ Հարցն է այդ թեման քո համար առաջնահերթ է, թե առաջնահերթ չի։ Հիմա ես իմ վրա վերցնեմ։ Եթե ես անվտանգային հարցերով եմ զբաղվում, բարձր չէ, որ իմ խոսույթում, իմ մոտեցումներում, նաև գաղափարներում առաջնահերթը այս թեման է։ Հիմա եթե ինձ ասեն տնտեսություն, հիմա գիտեք կարող է ես ինչ-որ զրույցների ժամանակ իմ խոսքի 0.001%-ի մասով թեմա եմ արտացում, որը վերաբերում է տնտեսությանը։ Օրինակ մի քիչ առաջ ասացի, որ մեր վարկային բեռը այս 8 տարվա կտրվածքով 6 միլիարդից դարել է 14 միլիարդ։ Հիմա ոչինչ շնակում ես գնամ ասեմ, գիտեք, ես հարցազրույց եմ տվել, տնտեսական թեմաներն ենք մենք քննարկում, նաև ներկայացեցի մեր երկրում ծանր իրավիճակը, բան եւ այլն։ Ես ընդհանրապես մեկ նախադասում եմ, չէ, ասել լրիվ այլ կոնտեքստում։ Մեկ այլ բան է, որ մենք այս զրույցի ընթացքում շեշտ դրել ենք անվտանգային հարցերին եւ մեր ամեն ինչը կառուցվել ըստ էության պաշտպանության եւ անվտանգության հետ կապված հարցերին։ Դրանք են առանձնահատկությունները, տարբերությունները, որոնք կան օրակարգի եւ հրատապության մասով։ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը կկարողանան որպես գործիք, այսպես ասած, վաճառել Բաքվին հայրենադարձության համար։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք հայցերից հրաժարվելու մասին, պետք է մի հստակ բան հասկանալ։ Այլ բան է, որ պետությունն է դրանից հրաժարվում, այլ բան է, որ այն քաղաքացիներն են կամ խմբերն են հրաժարվում, որոնք անհատական հայց են ներկայացրել տարբեր միջազգային կառույցներին։ Այսինքն պետություն չի կարող պարտադրի, որպես այդ մարդիկ հետ կանգնեն իրենց հայցերից։ Հիմա եթե ինչ-որ մարդու իրավունքները խախտվել է, օրինակ Արցախցու, որ ապրել է Ստեփանակերտում, հիմա բռնի գաղթ է ենթարկվել, ցեղասպանության դրսևորում է եղել, այդ մարդը նաև սեփականությունից է զրկվել եւ այլն։ Հիմա եթե այդ մարդը տարբեր իրավունքների խախտման մասով միջազգային դատարան է դիմել, այդտեղ պետությունը որևէ խնդիր այդ մարդու համար չի կարող առաջացնել, հասկանում եք։ Գլոբալ խնդիրը պետական հայցերն են, չթույլատրված զենքի գործածումը։ Դե ես չեմ էլ տեսնում, որ կառավարությունն այդ մասում ինչ-որ լուրջ աշխատանք է տանը, որ հիմա նրա հրաժարվելը մենք պետք է շատ ավելի լուրջ համատեքստում քննարկենք։ Բոլոր հայցերը բոլորի դիմաց եթե հրաժարվենք, դա խաղաղության պայմանագրի նախապայմաններից մեկն է։ Բնականաբար ես այդ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տարբերակ, որ հրապարակվել է, կարդացել եմ եւ պարզ է, որ դա ոչ միայն Հայաստանն է վերաբերում, այլ նաեւ Ադրբեջանն։ Ես ուզում եմ, որ մեզ դիտողները հստակ հասկանան, որ դա երկու տեսակի հայց կա, որոնք պետություններն են ներկայացնում եւ քաղաքացիները, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ։ Եվ այս իրավիճակում եթե խոսվում է երկու հայցերի հետ քաշման մասին, դրանք քաղաքացիների կամ քաղաքացիների նախաձեռնություններին չեն վերաբերվում։ Դա հնարավոր կլինի օգնի, չգիտեմ, ինչ որ գործընթացի, որը հետ կբերի Բաքվի գերիներին հայրենադարձության, այստեղ պատիժը կրելու պայմանով։ Անկեղծ ասած, ես այդ դրանում մեծ հույս չունեմ, լավատեսություն չունեմ։ Դրանք կարող են դառնալ օժանդակ միջոցներ որևէ process-ին նպաստելու առումով, բայց ես կրկնում եմ, որ թեման այդ մարդկանց գերեվարության մեջ գտնվելը կեղծ դատավարություն եղել է քաղաքական process եւ լուծումներն էլ այս տեսանկյունից քաղաքական են լինելու։ ԱՄՆ-ի դերն է այստեղ ինչպես կգնահատեք։ Այստեղ դերում կարող են մնալ երկրները, որոնք մտել են մեր ռեգիոն կամ ներկայացված են մեր ռեգիոնում եւ ունեն ազդեցություն։ Անկասկած Միացյալ Նահանգները ունի մեծ ազդեցություն, այլ բան է, որ իր համար դա կարող է առաջնային հարց չլինել եւ նրա համար պետք չլինի, որպեսզի Ադրբեջանը դա որպես ծառայություն իրեն մատուցի։ Թե չէ ազդեցության առումով իհարկե Միացյալ Նահանգներն էլ Ռուսաստանն էլ կարող են դրա վրա որոշակի ազդեցություն ունենալ։ Նախագահն իր հայտարարությունների մի հատվածում ասաց, որ այ նաև պետք է անդրադառնալ այս հարցին։
այն կարևորներից էր, թե անկարևորներից էր։ Իմ համար հստակ չի, դա իրենց համար կարևոր է, թե կարևոր չէ։ Ես կարող եմ ասել, որ դա իմիջային առումով կարող է նրա համար էլ կարևոր քայլ դառնալ, հատկապես այն պարագային, որ Միացյալ Նահանգները ոչ միայն խնդիր ունի Հայաստանի հետ որոշակի համագործակցության մակարդակ բերելու, նաև Ռուսաստանի ազդեցության գոտիները նվազեցնելու առումով, նաև իր երկրում, որտեղ կա բավականին բազմամարդ հայկական սփյուռք, բավականին կազմակերպված եւ ուժեղ, եւ բնական է, որ դա այդ քայլը կարող էր նաև իրենց համար որոշակի առումով կարևորություն ներկայացնել։ Ես չեմ էլ ստապում ասեմ, որ դա դեռևս հետևանք չի ունեցել, միգուցե դա առաջիկա օրերում որոշակի ձևով արտահայտվի։ Պարոն Աբրահամյան, եւ քանի որ Պաշտպանության եւ Անվտանգության հանձնաժողովում եք, սա խորհրդարանի վերջին նստաշրջանն է, պիտի խնդրեմ նաեւ մեր համակարգացիներին, ովքեր հունիսի 7-ին պատրաստվում են գնալ ընտրության, ասեք, թե ինչին ուշադրություն դարձնեն Պաշտպանության եւ Անվտանգության ոլորտում նախընտրական ծրագրերում։ Ես կարծում եմ, այստեղ շատ կարճ իմ խոսքը պետքա կառուցվի, մարդիկ պետք է հետ նայեն 21-26 ժամանակահատվածը, տեսնեն թե ինչ է խոստովել իշխանությունը, ապահովել է դա, թե չի ապահովել։ Քաղաքացու անվտանգությունը հավաքական առումով 21 թվականից 26 թվականի ընթացքում ապահովել է, թե չի ապահովել։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը խախտվել է, թե չի խախտվել։ Այս ողջ զրույցի ընթացքում ոչ միայն ես այդ խախտումների մասին խոսեցի, այլ նրա մասին, որ անպաշտպանությունը եղել է գերակայող, որի հետևանքը եղել է նաև բացի Արցախի ամբողջական օկուպացիայից, նաև Հայաստանի Հանրապետության մեծ թվով հատվածների օկուպացիան Ադրբեջանի կողմից, Կութականից, Վարդենիսից մինչև Արաքսի ափ Սյունիքի մարզով։ Ընտրություններին մասնակցող մյուս դաշինքների կուսակցությունների նախընտրական ծրագրում ինչ փնտրեն։ Ինչ մարդիկ պետք է փնտրեն անվտանգություն, որը պետք է լինի իրատեսական հաշվարկների եւ մարդկանց համար լինի շոշափելի։ Այլ բան կարծում եմ խնդիր չկա երկար ուսումնասիրել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Մենք քննարկում ենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ծրագրային եւ նախագծային մի քանի փոփոխություններ, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրները։